Շիրակ օդանավակայանը լեփ-լեցուն էր։ Շիրակ ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին շվեդական ԱԻԿ-ին։ Ֆուտբոլասերներին բարկացրել է ոչ միայն ԱԻԿ-Շիրակ հանդիպման արդյունքն, այլ նաև Շվեդիայում Շիրակի ընդունելությունը։ Բոլորս տեսանք իրենց դիմավորելն ու ընդունելը, թե խաղադաշտում, թե մենք տեղյակ ենք խաղադաշտից դուրս մեր տեղաներին, մենք եկել ենք համարժեք, եթե ոչ ավել, ընդունելության արժանացնելու հագարագործում։ Եկել ենք արտեր խաղը ԱԻԿ-ի համար չէ կարգախոսով, իհարկե նրանց պետք է այս բայց ցույց տանք, որ Շիրակը մենակ չէ, ունի լավ աջակիցներ, եւ նրանք պետք է ամեն պահ զգան, որ հնարավոր է երկրպագուները անգամ ամեն պահի բարգանալ։ Րոպեներ անց ուղիղ չվերթով Գյումրի ժամանած ինքնաթիռը վայրեջք կատարեց։ Մինչ պատվիրակության անդամները կհասնեին ժամանման սրահ, գյումրեցիները դիրքավորվեցին, եւս մեկ անգամ կրկնեցին կարգախոսներն ու անցան գործի։ Նախորդ խաղի վերաբերյալ ֆուտբոլասերների կարծիքները գրեթե անփոփոխ են։ 2-0-ն չի վախեցնում, երկրպագուները վստահ են, որ Շիրակն ունի բոլոր հնարավորությունները սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տոնելու համար։ Վստահ ենք մեր տղաների ուժերին, վստահ ենք գյումրեցու Թասիբին, վստահ ենք գյումրեցի երկրպագուին, որ վաղը ամեն ինչ անելու է, որպեսզի տաշտում տղաները իրենց կարողություններից 100% ավել հանդես գան ու մեզ բոլորից նվիրեն այդ հաղթանակը։ Միասնական երկրպագ ենք եւ աջակցենք մեր էմոցիան եւ դրական էներգիան փոխանցենք տղաներին, որպեսզի անցնենք ԱԻԿ-ի արգելքը։ Շիրակը մերն է, մեր Գյումրին է, մենք նրա ֆուտբոլասերներն ենք, այնպես որ առանց ֆուտբոլասերների կոմանդը չի խաղա այն ինչ որ կա։ Իսկ եթե ֆուտբոլասերները լինեն, արդեն պլյուս է նրանց համար։ Մեկ Շիրակ եթե ճվանք, ուրեմն նրանք հասկանան 10 Շիրակ։ Երկրպագուները վանկարկումներով ու սուլոցներով հյուրերին ուղեկցեցին մինչև ավտոբուս, ասում են մարտական են տրամադրված։ ԱԻԿ-ը Գյումրի ժամանելուց անմիջապես հետո փակ մարզումներ անցկացրեց։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ գլխավոր մարզիչն ասաց. Շիրակի երկրպագուների կազմակերպած ընդունելությունը բնավ էլ անսպասելի չէր։ Երկրպագուն այդպես էլ պետք է դիմավորեն, շնորհակալական խոսքերով չեն դիմավորելու։ Ծափարություններով եւ մեծ ողջույններով ողջունեցին ԱԿԱ-ի նախագահ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Յոհանսենին։ ԱԻԿ-ի գլխավոր մարզիչ Անդրեաս Ալմն ասում է, հաջող խաղի ավարտից հետո կպատրաստվեն հունական ակումբի հետ հանդիպմանը։ Դատելով ոգևորությունից ֆուտբոլասերներին հետաքրքիր խաղ է սպասվում։ Շիրակի մամուլի ծառայությունն էլ հորդորում է երկրպագուներին միանալ խաղին, չմոռանալով կարգապահության մասին։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։